Բարև ձեզ սիրելիներս, այսօրվանից մենք սկսելու ենք ուսումնասիրել Վաչագան Սարգսյանի Մայրենի 1 դասագիրքը։ Այբենարանի ավարտից հետո ուսումնասիրում ենք և երեխաներին մանրակրկտորեն բացատրում ենք առաջադրանքները։ Նայում ենք մուտքի նկարին, կարդում ենք թեմայի վերնագիրը հայրենի կախարդական աշխարհը։ Ցույց ենք տալիս, որ սա մեր հայրենիքն է, սա հանրապետության հրապարակն է, սա ծիծեռնակապերտ է, Սասունցի տավթի արձանն է, Գառնիի տաճարն է, Գեղարդի տաճարն է, Օպերայի շենքն է, Գեղարդավանքն է, Սևանալիճն է և այլն։ Մանրամասը պատմելուց հետո երեխաներին ասում ենք, որ երկու փոքրիկ երեխաներ, ձեզ հասակակից տղա և աղջիկ, ոսկե բանալին ձեռքին ճախրում են, ապա տեսեք, թևերը ինչերից են։ Թևերը հայրենի այբոբենի տառերից են կազմված, փեդուրների վրա գրված են տառեր, այսինքն տառերը երեխաներին թևեր են տալիս և նրանք մտնելու են ոսկեբանալիով, բացելու են գիտելիքների աշխարհի դուռը և մտնելու են այդ կախարդական աշխարհը։ Մուտքի պատուհանիկում գրված է. «Սիրելի փոքրիկ բարեկամ, դու արդեն կարողանում ես կարդալ և կարդում ես այս տողերը, կեցցես։ Այս գիրքը կօգնի, որ դու ավելի շատ բան իմանաս, ավելի լավ գրես ու կարդաս, սովորես ճիշտ խոսել, դառնաս հնարագետ ու սրամիտ։ Այստեղ դու կգտնես շատ ու շատ զարմանալի բաներ, հետաքրքրաշարժ նկարներ, հեքիաթներ, պատմություններ, հանելուկներ, առածներ, շուտ ասելուկներ, սուտ ասելուկներ, խաչ բառեր, նկարելուկներ, խնդուկներ։ Ուրեմն թերթիր այս էջը և մտիր հայրենի կախարդական աշխարհը»։ Դասը սկսելուց առաջ ցույց ենք տալիս նկարը և ասում, ինչ ենք տեսնում նկարում։ Ինչպես Այբենարանի թեմատիկ նկարներն էին պատմում, նույն ձևով երեխաները պատմում են թեմատիկ նկարը, հետո կարդում ենք դասի վերնագիրը։ Իմ դասագիրքը, բացատրում ենք, որ դաս սովորելու գիրքը դասագիրք է, կան նաև գեղարվեստական գրքեր, կան տեխնիկական գրականություն գրքեր, որոնք բացատրում են մասնագիտական են, օրինակ բժշկական գրքեր կան, իրավաբանի համար կան գրքեր, կան նաև բառարաններ։ Մեր այս սիրուն դասագիրքը դաս սովորելու համար է։ Դասագրքի հեղինակն է Վահան Գրիգորյանը։ Բացատրում ենք, որ վերնագիրը գրվում է կարմիր գույնով, կավույտ գույնով գրվում է հեղինակի անունը, այն մարդու անունը, ով գրել է կամ բանաստեղծությունը, կամ պատմությունը, կամ հեքիաթը։ Երբ դպրոց տարավ ինձ իմ հայրիկը, ես ձեռքս առա իմ դասագիրքը, գույներով պես-պես, նկարով լիքը, ես շատ սիրեցի իմ դասագիրքը, ահա մեր ազատ սուրբ հայրենիքը, որ ցույց է տալիս իմ դասագիրքը։ Տող-արտող բացատրում ենք երեխաներին, երբ դպրոց տարավ ինձ իմ հայրիկը, այսինքն սեպտեմբերի 1-ի մասին է խոսքը։ Ես ձեռքս առա իմ դասագիրքը, երեխաներ, ձեռքը առնել արտահայտությունը, ուրիշ ինչպես կարելի ասել, մեկ բառով ասենք ձեռքը առնել, վերցնել, այսինքն ձեռքը առնել և վերցնելը հոմանիշներ են։ Գույներով պես-պես նշանակում է տարբեր տեսակի, զանազան, բազմազան, ինչու՞ չէ, նաև երբ նրան գույնզգույն կարելի է օգտագործել, գույներով պես-պես, նկարով լիքը, մեր դասագիրքը տեսեք ինչքան գունազարդ է, ինչքան գեղեցիկ է և նկարները շատ են։ Ես շատ սիրեցի իմ դասագիրքը, այստեղ կարելի է հարցնել, իսկ ձեզ դուր եկավ մեր դասագիրքը, դուք սիրեցիք այս դասագիրքը։ Ահա մեր ազատ սուրբ հայրենիքը, որ ցույց է տալիս իմ դասագիրքը, կարելի է նկարում ցույց տալ Հայաստանի քարտեզը և ասել, ահա մեր ազատ սուրբ հայրենիքը, երեխաներին սուրբ բառի բացատրությունն ենք տալիս, որ սուրբ նշանակում է մաքուր, անաղարտ, նաև երբեմն սուրբը օգտագործում ենք միակ ու անկրկնելի բառի փոխարեն։ Սուրբ հայրենիքը, որ ցույց է տալիս իմ դասագիրքը։ Հետո հարցերով վերլուծում ենք և անցնում ենք առաջադրանքներին։ Երեխաներին առաջարկում ենք պատմել առաջին դասագրքի Այբենարանի մասին։ Երեխաները խոսելու շատ նյութ ունեն և կարող են հաճույքով պատմել։ Հետո պատմում են, թե ինչ գիտեն հայրենիքի մասին, որ մեր հայրենիքը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, նրա մայրաքաղաքը Երևանն է, մենք ապրում ենք, ենթադրենք Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում և այլն, տարբեր նախադասություններ կարող են կազմել և պատմել մեր հայրենիքի մասին։
Իսկ դու սիրում ես քո հայրենիքը։ Այս հարցին բոլորը իհարկե պատասխանում են այո, եւ կհարցնենք ինչպես։ Մեկը կասի. ես սիրում եմ իմ հայրենիքը եւ ուզում եմ լավ սովորել, որ հայրենիքիս պիտանի լինել։ Մյուսը կասի ես ուզում եմ զինվոր դառնալ հայրենիքս պաշտպանել։ Մյուսն ասում է եթե ես իմ հայրենիքը մաքուր պահեմ, դա էլ է սեր, ճիշտ է։ Եթե ես ծառեր տնկեմ եւ բնությունը խնամեմ, դա նույնպես սեր կլինի իմ հայրենիքի նկատմամբ։ Դաստիարակչական աշխատանքը ներբորեն կատարվում է։ Հանելուկն ենք կաշտում։ Ճիշտ է, խոսել նա չգիտի, բայց քո լեզվով քեզ հետ խոսում, շատ բաներ է նա քեզ ասում, տանը լինես, թե դպրոցում։ Հարցնում ենք երեխաներ, ով կամ ինչն է, որ խոսել չգիտի, բայց քեզ ամեն ինչ պատմում է։ Նկարին նայելով էլ նույնիսկ կարող են երեխաները գուշակել, որ խոսքը գրքի մասին է։ Հետո կատարում ենք առաջադրանք 1-ը։ Նայում ենք խաչբարի նման։ Առաջին բառ, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ։ Առաջին բառը կազմված է 7 տարից։ Գտնում են այն բառը, որը ունի 7 տառ։ Դա հեռախոսն է, գրում են հեռախոս։ Երկրորդ բառը կազմված է 6 տառից։ Դա բազմոցն է, բազմոց։ Երրորդ բառը կազմված է 5 տառից, սեղանն է, սեղան։ Չորրորդ բառը կազմված է 4 տառից, դա աթոռն է, աթոռ։ Եվ վերջին բառը, 5-րդ բառը կազմված է 3 տառից, դա տունն է, տուն։ Առաջադրանք 2-ը գրիր բառեր, որոնք կազմված են 2 տառից, 3 տառից, 4 տառից, կարելի է նաև խմբային աշխատանք կազմակերպել, երեխաները խմբերով գրեն յուրաքանչյուր խումբը մեկական բառ, 2 տառից կազմված, 3, 4, կարելի ավելացնել նաև 5 տառից կազմված բառերը։ Առաջադրանք 4-ը հայրենիք բառի մեջ կարող ենք կաշտալ հայ, հայր, հայրեն, հայրենի, այր բառերը։ Դասակիրք բառի մեջ գտիր 7 բառ։ Դաս, գիրք, գիր, իր, սագ, սա, ասա, յոթը լրացել է, եթե կարող են երեխաները նորից ուրիշ բառեր են կազմում։ Եվ վերջում պարտադիր բառացանկի բառերն են գրում, երբ լսվում է փ, գրվում է բ, սուրբ լսվում է փ, գրվում է բ, կարող են բառակապակցություններ կազմել սուրբ, հայրենիք, սուրբ, մայրիկ, սուրբ, հող, և նախադասություններ կազմել, երբ դպրոց տարավ ինձ իմ հայրիկը, ես ձեռքս առա իմ դասակիրքը, կամ երբ գարունը գալիս է, ես ուրախանում եմ։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։